Վարդան Ղուկասյանը տեսանյութ է ներկայացրել, որում նշվում է. «Դոք կուսակցության դռները սիրահոժար բացված էին մինչև դեկտեմբերի 1-ը, նոյեմբերի 30-ին ուղիղ կեսգիշերին դռները փակվել են։ Այո, փակվել է նաև կուսակցությունը և վաղ ընտրությունների միջոցով իշխանությունը ստանձնելուց հետո ամբողջ պետական ապարատը գործելու է բացառապես օրենքի և կարգապահության դաշտում, ասել էի, մինչև դեկտեմբերի 1-ը և դրանից հետո ոչ մի ծանոթ, ոչ մի միջնորդություն, անգամ դեսպանատան հարգարժան անձի կողմից չի ընդունվելու։ Ով պետք էր, հասկացավ։ Կարգապահությունը սկսում ենք ինքներս մեզանից և օրինակ ենք դառնալու բոլորի համար։ Արձանագրում եմ, որ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է դաշինքով։ Ընտրություններին ընդառաջ կհրապարակվի նախընտրական ցուցակը։ Միայն կասեմ, որ ցուցակում ընդգրկված արական սեռի թեկնածուները որպես կանոն բացառապես բանակում ծառայած կամ գիտական աստիճան ունեցող անձինք են։ Ցանկն իր որակական հատկանիշներով և ներգրավված անձանց բարևարկությամբ գերազանցելու է բոլոր ժամանակների ազգային ժողովի պատգամավորներին։ Զեկուցում եմ իմ ընտրողներին, որ խոշորացույցով եմ ուսումնասիրել բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, ովքեր հայտ էին ներկայացրել դաշինքով ընտրություններին մասնակցելու համար։ Արդյունքը գրուկ պեչատուկ։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց առաջ դռները բաց էին, բայց ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը չներկայացան, մի մասը որոշեց սպասել, մի մասն էլ իրենց գաճաճ տոկոսներով փորձելու է մղտռել և նախկինների ջրաղացին ջուր լցնել ընտրություններին։ Ասել եմ՝ դեռ երանի եք տալու նախկին Վարդան Ղուկասյանին։